բռնության, ահաբեկչության անմեղ մարդկանց թիրախավորելու, վնասելու ցանկացած փորձ պետք է արժանանա ամենախիստ պատժի։ Հիշեցնեմ, ահաբեկչությունները նաև Սասնա Ծռերի, թե Բևեռի, ինչ ուզում են կոչում։ Կարծեմ 16-17 թվականի ոստիկանության գնդի վրա հարձակումը, որտեղ անմեղ մարդիկ սպանվեցին, որ ևս ահաբեկչություն է։ Այն ժամանակ Հայժումյան իշխանության վերնախավի շատ ներկայացուցիչներ շատ ծափողջույներով էին ընդունում այդ հանգամանքը, ասելով, որ այո, մի երկրում, որտեղ բռնատիրություն է եւ ազատ ընտրություններով իշխանապողության հասնել անհնար է, այսպիսի դեպքեր կարող է լինեն եւ պիտի լինեն։ Ես դա չեմ ընդունում ու գտնում եմ, որ եթե իրոք ցանկացած փորձ եղել է երկիրը բռնությամբ ապակայունացնելու, պետք է արժանանա ամենախիստ պատժի։ Միաժամանակ նաև պետք է հստակ տարանջատենք, որ պետությունը իշխանությունը չի, պետությունը Նիկոլ Փաշինյանը չի, պետությունը Ալեն Սիմոնյանը չի։ Ես դա ձեզ վստահաբար եմ ասում։ Եվ այո, եթե եղել է ցանկացած բռնության փորձ, պետք է դատապարտվի, իսկ ազատ հանրահավաքները եւ այլն, դա ազատ երկրի, ազատ մարդկանց բնական իրավունքն է։ Այո, ազատ հանրահավաքները երբեք չպետք է կասեցվեն։